պիտի գիտենանք հետևյալը, որ պսակ, մկրտություն, որևէ մի խորհուրդ կատարել, դա ուղղակի չի նշանակում վերցնել, սովորել կատարման ձևը, եղանակը, աղոթքը, շարականը եւ գնալ ու կատարել այդ արարողությունը։ Տերերը խոսեց այդ մասին, ուրեմն, այո, նվիրապետական կարգ գոյություն ունի, առաքյալներից սկսած։ Քրիստոս ինչ արեց։ Շնորհ փոխանցեց իր աշակերտներին, առաքյալներն էլ, այո, առաքյալներն էլ այդ շնորհը փոխանցեցին իրենց հաջորդներին։ Ասում է հավաքվեցին, աղոթքի ձեռք դրեցին եւ սարկավագության աստիճան շնորհեցին։ Շնորհ տրվեց Աստվածային, դա իշխանություն է նաեւ։ Այդ ձեռնադրության, սուրբ ձեռնադրությունը մեր եկեղեցու սրբազան խորհուրդներից մեկն է, 7 խորհուրդներից մեկն է, երբ որ ես ստացել եմ քահանական աստիճանը, ստացել եմ նաեւ շնորհ, ստացել եմ նաեւ իշխանություն։ Եթե եկեղեցին այդ շնորհը, որ ինձ տվել է, մեկ օր ինձ անարժան գտնելով այդ իշխանությունից զրկում է, այդ նշանակում է զրկում է ամեն ինչից։ Ես դառնում եմ սովորական աշխարհական մարդ, սովորական քաղաքացի, ինչպես դուք, ինչպես որևէ մեկ հայ հավատավոր։ Ինչ է թե ես գիտեմ, թե ինչպես են դրանք կատարում, գնամ ու կատարեմ, այդ ձև լինի, այդ գրքերը շատ ունենք, տպագրվում են, գրատներում կան, որևէ մեկը կարող է վերցնել, գնալ ուրեմն բանանել, կնունք անել, մկրտություն կամ բան։ Այդ մոտեցումը իրենց հայտարարությունները, թե քահանայական օծումը չի ջնջվում, եւ դա մնում է, եւ դա իրենց կարող է իրավունք տալ, այդպիսի բան չկա։